Խաղացուն սիրելի քրիստոնյա ազգ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Երեմիայի մարգարեություն 9-րդ գլխում մի հրաշալի խոսք ասում Երեմիան իր ժողովրդի, իր ազգի մասին։ Կարդանք աղոթք անենք ժողովուրդ ջան։ Ասում է Երանի թե գլուխս ջուր լիներ եւ աչքերս արտասուքի աղբյուր եւ ես լաց կլինեի ցերեկ եւ գիշեր իմ ժողովրդիս սպանվածների վրա։ Այսինքն այսօրվա ժողովրդի սպանվածները գիտեք ինչ շատ ժամանակ ողջերը ավելի սպանված են, քան թե սպանվածները։ Քանի որ սպանվածները գիտես, որ ցավոք սպանվել են, այո, բայց ողջերը, որ կան եւ առանց Աստծո առանց ապաշխարեց են ապրում, նրանք շատ ժամանակ սպանվածներից էլ ահավոր են։ Քանի որ մարդը երբ որ չի ապաշխարում, մարդը երբ որ Աստծով չի ապրում, մարդը երբ որ Քրիստոս չի ճանաչում, Քրիստոս չի վայելում, միակ կատարյալ Տեր ու Փրկին, որ եկավ, կյանքը դրեց հանուն մեզ, հանուն մարդկության խաչվակ, իր աստվածային սուրբ արյունը թափեց եւ մարդը այսօր այո մենք շատ ժամանակ մեզ ինքնամերժում ենք տալիս, մենք անարժեք ենք մեզ համարում, բայց մենք այնքան արժեքավոր ենք, որքան որ Քրիստոսի արյունն է։ Եթե մենք լինեինք այդքան արժեքավոր Հայր Աստծո համար, նա իր որդուն չէր ուղարկի եւ աստվածային սուրբ արյունը չէր թափել մեր համար։ Ուրեմն նշանակում է, որ մեր արժեքը Քրիստոսի արյան արժեքն է։ Մեր համար թափվածը, տվածը փրկագին Քրիստոսի արյունը։ Փառք ես Տեր, գոհություն քեզ Սուրբ Աստված։ Տեր ջան, ների մեր մեղքերը, ների մեր ամեն հանցանքները, ների մեր ամեն մեղքերն ու անօրություններն ու կռապաշտությունները, որ արել ենք Տեր քո առաջին, մենք եւ մեր հայրերն ու պապերը Հիսուս զղջում ենք ապրում Տեր, դարձ ու ապաշխարություն ենք փապակում Սուրբ Աստված։ Ողորմիր Տեր ազգս հայոց։ Ների ամենի մեղքը Տեր, պահիր, պահպանիր, խավարիր, չարից, մեղքից, անեծքից Հիսուս, թող դարձ ու ապաշխարության կան Տեր։ Թող չարի ամեն գործերը քանդվեն ու նզովեն Հիսուսյանով հայոց երկրից Տեր, թող սատանան պարտվի հայոց աշխարհի վրա, իր խավարի թշնամի պետությունների հետ մեկտեղ թող հեռանան։ Հիսուս ջան, ողորմա քո սուրբ ռեշտակներով պահապահպանը մեր զինվորներին Տեր, համարձակություն, արիություն ու քաջություն տուր Տեր, թող պահեն երկիրը Տեր ջան, ողորմություն տուր